Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից նախորդ կիրակի օրվանից սկսած կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։ Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում են փոխադարձ կրակոցների մասին տեղեկությունները։ Այսօր առավոտյան կրակոցների մասին հայտնել էր Ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոտքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խորը քնած ԲՆ նախարարը եւ խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունեն ասելու հարցեր էր հնչեցրել Առաքելյանը։ Եվ մինչև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հստակ պատասխաններ չէր տալիս, 24 Նյուզի հավաստի աղբյուրների փոխանցմամբ գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են հնչել սահմանի հարավ-արևելյան հատվածում, Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արմլյուրի հետ զրույցում Կութի համայնքապետ Գրիգորի Ավագյանը հավաստիացրել էր, որ գյուղում կրակոցներ չեն լսվել։ Եթե նույնիսկ եղել են, ապա հնարավոր է փոքր դրամաչափի զենքով են եղել, որոնք գյուղում հաճախ լսելի չեն։ Ավելի ուշ Արմլյուրը տեղեկացավ, որ կրակոցները եղել են Սոտքի ոսկու փակ հանքի ուղղությամբ եւ ադրբեջանական կողմն իսկապես խախտել է հրադադարը։ Ազգային ժողովում Սուրեն Պապիկյանն էլ հավաստիացնում էր, որ կրակոց չկա եւ զենքերի կուտակում առավել եւս։ Սակայն հարկ է արձանագրել, որ այս կրակոցները հայկական ադրբեջանական մամուլում տեղ գտած հերքումներն ու հաստատումները խաղաղության պայմանագրի ֆոնին ապացուցում են Ադրբեջանի եւ քաղաքական եւ ռազմական լարվածությունը Հայաստանի դեմ։ Փաստն այն է, որ Պաշտպանության նախարարության ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքում մեղմացնել խաղաղության պայմանագրի գաղափարը եւ համոզել, որ կա խաղաղություն, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում։